Ես մեկ անգամ չեմ կրկնա դրա մասին։ Միջև կա որևէ հայ, ում սրտում, հոգում եւ մտքում կա Արցախը, Արցախի էջը փակ չի։ Նույնիսկ Բաքվի բանտերում մարդիկ կան, որ ասում են Արցախի հարցը փակ չի։ Այ դա տարածեք։ Այ դա ասեք։ Այո։ Ռուբեն Վարդանյանին կլինի, ինչի վստահեք, որ մնացած ովքեր որ գերի են գտնվում այնտեղ այդ նույն կարծիքին չեն։ Արցախի էջը չի փակվելու, միջև աշխարհում կա գոնե մեկ հայ, ում սրտում, հոգում եւ ոգում կա Արցախի հարցը, դա խնդիրը լուծել։ Այս բոլոր մարդիկ, ովքեր որ այսօր գալու են այստեղ, ոնց կարան իրանք համարեն Արցախի հարցը փակ։ Այդ վերադարձի հնարավորություն տեսնում եք։ Ես գիտեմ, որ աշխարհում անհնարին բան չկա։ Ամբողջ հարցը այն է, որ երբ որ երեխան ծնվում է եւ միգուցե 5 տարեկանում երազում է օրինակ ծանրամարտի աշխարհի չեմպիոն դառնա, ինքը չի կարող 6 տարեկանում դա անի, բայց կարող է անել 20 տարեկանում։ Ուրեմն պետք է մի բան ունենալ, որ եթե մենք երազանքը մեր պահենք, որևէ մի բան անհնարին չի։ Իսկ երազանքի հիմքը մեր պարտքն է այստեղ հավերժացած մեր ազգային հերոսները։ Իսկ այսօր խաղաղությունը իրատեսական համարում եք, երբ նշում եք, որ Բաքվի բանտերում եք։ Ջորջան, կներեք, արդեն հասկանալ են չեմ ասում, պարզապես դեռ մի հատ հարցվեմ։ Երբ որ ձեզ խաղաղություն են ասում, դրա դիմացի գաղափարը որ մեկն է։ Վախ։ Նայեք, աշխարհի ամեն ինչը այդ նույն չինական ինյանի կամ սև ու սպիտակի, չէ՞։ Երբ որ ասում ենք հաղթող, միջև չլինի, ինչի համար ենք ասում, որովհետև կա մեկը, որը պարտվել է։ Մենք համեմատության համար պետք է անենք։ Երբ որ ձեզ խաղաղություն են ասում, բայց դա ներկայացնում են վախի մթնոլորտի մեջ, որ սենց չանենք պատերազմ է լինելու։ Ուրեմն դա խաղաղություն չի։ Խաղաղության բառի մեջ վախ չի կարող լինել։ Իսկ ձեզ խաղաղությունը վախացնելով են բերում։ Ուրեմն եկեք այդ բառը ընդհանրապես մի օգտագործեք, էլի։